Ուրեմն 5 շաբթի օրը, որ մենք ակցիա էինք անում, Տիգրան Խաչատրյանի կողմից վարչապետի հանձնարարականը, որ աշխատանքային խումբը ստեղծվել էր, մի հոգի ամենահասարակ աշխատողը պատիվ չհամարեց իջնի մեզ հանդիպելու, ուղղակի չհանդիպեցին, գրավոր գրեք, իրանք մոռացել են, որ 4 ամիս առաջ գրավոր գրված է, սա գրավոր ուղարկված է, վարչապետը, երևի տեղյակ չեն, 4 ամիսա տեղյակ չեն, ու ոչ մի հարց, ու մենք ասել ենք, որ սա է նպատակը հիմա, էս է, ուրիշ ելք չեն թողել մեզ, հիմա մենք կառավարությունը ինչա որոշում անել, քաղաքապետարանը, այս 4000 մետր քառակուսին, որ առանձնացել է հողատարածքը, անօրինական որոշում կայացրել, դա հանցագործության նման մի բան է, ոնց կարող է գլխավոր հատակագծի 4000 մետրը առանձնում ոչ մի պատասխան, ոչ մի բան, մնացածը արդեն բոլորը ասվել է, արդեն կրկնություններ կլինել, իսկ այսօր փողոց փակելը ինչ որ օգուտ կտա։ Մտածում ենք, որ կտա, 18 թվականից մենակ այս ձևով է օգուտ տվել ամենայն դեպս, 18 թվականից միակ ելքը, վերջի ելքը սա է։ Իսկ որ գնացիք Ամիոբանկ կառավարությունից հետո Ամիոբանկը ասել է, որ 206,000 դրամը քառակուսի մետրի համար դա կառուցապատողից է, դուք ոչ մի վճարելիք չունեք, բայց մեր հաջորդ հարցին, եթե սնանկ է ճանաչվել, եթե սնանկ ճանաչված է, նա փող չունի, ո՞նց է վճարելու, ու ուտեղ ինեղ պատասխան չունի։ Հələ çox, xodin gəni, hələ çox. Ana nədir?